Այս ժողովուրդը եւ մենք արվեստի բոլոր մարդիկ պետք է հպարտանանք, որ ունենք այնպիսի հիասքանչ տաղանդներ, ինչպիսին է հայ Ողբերգակ, մեծ Վահրամ Փափազյանը, Ելենա Գոգոլևան։ Նրանք, ովքեր ճանաչել են, նրանք, ովքեր գնահատել են 20-րդ դարի խոշորագույն ողբերգակ դերասան Վահրամ Փափազյանին, մշտապես հիշում եւ խոսում են նրա մասին, բայց այս անգամ Փափազյան դերասանին հիշելու առիթը հուշարձանն է։ Փափազյանը խաղացել է աշխարհի տարբեր բեմերում, նկարահանվել մի շարք ֆիլմերում, այդ թվում ուրվականները հեռանում են Լեռներից, Մսյո Ժակը եւ ուրիշները, Սիրտն է երգում եւ շատ այլ ֆիլմերում։ 1954 թվականից միայն Հայաստանում վերահաստատված Վահրամ Փափազյանը որպես բեմի աստղ խաղաց մինչեւ կյանքի վերջին օրերը։ Փափազյանը խաղաց որոշ ժամանակ, որից հետո հիվանդացավ։ Կադրոնի տնօրինությունը իմանալու որ նա հիվանդ է, այդ օրը նշանակված էր ներկայացումը, զանգահարում է Փափազյանին եւ ասում որ Բարբետ, եթե դուք դգար եք, մի եք խաղալու, ինչ պատասխանի լավ է, ասում է, այո, ես դգար եմ և ես պետք է մահանամ բեմի վրա։ Ինձ համար նա ժայռ էր, ժայռ բառից բուն իմաստով, այդ իսկ պատճառով ես հսկայական մի ժայռի կտորի վրա քանդակել եմ Վահրամ Փափազյանի արտիստական ժեստով։ Կարծում եմ, որ սա ինձ համար ոչ միայն ինձ և երևանցիների Եվ այս թաղի արաբգերի ժողովրդի մանավանդ, այս փողոցի բնակիչների համար մեծ երջանկություն է լինել։ Փափազյանի անունը կրող փողոցում կանգնեցված հուշարձանն այսուհետ մշտական հիշեցում կլինի մեծ դերասանի կյանքի ու գործունեության մասին։ Մարդու, ով մեծ դերասան լինելուց բացի նաև մի շարք գրքերի հեղինակ է։ Մենք պետք է մեր մտավորականների կողքին լինենք եւ իրենց մեծանենք իրենց կենթանության օրոք։ Նաև պարտավոր է Արգենք, ովքեր այսօր մեզ հետ չեն։ Խորհրդային միության տարիներին Օթելլոյի և Լիրարքայի դերակատարումներով փայլող շեքսպիրյան հերոսների լավագույն դերակատար համարվող մեծ դերասանը անձամբ ապացուցեց իր խոսքերի իրավացիությունը։ Այն է, արվեստի ուժը ջնջում է տարիքը, եթե արվեստագետը բացառիկ ուժ է։ Սաթենիկ Հայրապետյան, Արթուր Մարտիրոսյան, Հորիզոն։